Շնորհակալ եմ նաև զեկույցի համար, պարոն Թորոսյան։ Մենք չխոսեցինք մի կարևոր օրենսդրական անարդարացիորեն քիչ լուսաբանված կարևոր օրենսդրական մեծ փաթեթի մասին, որը վերջերս ընդունեցինք, ես խոսում եմ երեխաների պաշտպանության մասին մեծ օրենսդրական փաթեթի մասին եմ խոսում, որտեղ կարևորվել է երեխաների լսված լինելու իրավունքը, երեխաների լավագույն շահը, որդեգրման ընթացակարգը շրջանցելու այդ հնարավորությունն ենք վերջապես բացառել, բայց ամենակարևորն այն է, որ կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաների հանդեպ խնամքը ավելի պրոֆեսիոնալ մոտեցման ենք մենք գնացել, ոչ թե տենց կենացի մակարդակի կամ ձեռքի հետ արվող աշխատանքի, Եվ գիտեմ, որ այս օրենքը ինքը իրականացվելու է, քանի որ շատ մեծ է եւ գետնի վրա շատ անելիքներ ունենք, իրականացվելու է պիլոտային տարբերակով, եթե այստեղ ինչ-որ նորություններ կան կամ բան կուզենայի ներկայացնեք, որտեղ իրական շատ կարևոր ու շատ լավ նախաձեռնություն է, եւ սրա հետ կապելով նաեւ կուզենայի խոսեք նրա մասին, որ ես դրանից էլ տեղեկացված եմ, որ մենք, ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում, ծնողական խնամքից զրկված կամ հատուկ խնամքի պահանջ ունեցող երեխաների խնամքը ապաինստիտուցիոնալացման են գնում, այսինքն ընդհանրապես հատուկ կարիքներով երեխաների եւ ծնողական խնամքից զրկված երեխաների խնամքը ապաինստիտուցիոնալացնում ենք, այս մասով եթե ունենք արված աշխատանքներ, որ կարող ենք ներկայացնել, կուզենայի նաեւ դրանից խոսեիք, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Պարսիլյան, դուք իրավարցի եք լայնամասշտաբ բարեփոխումների փաթեթի եւ դրա հետևանքների կամ արդյունքների մասով, ինքը այնքան լայնամասշտաբ է, որ աստիճանաբար ենք ուժի մեջ դնելու, նաև աջակցելով համայնքներում կարողություններ զարգացնելով, որտեղ գիտեք, որ խնամակալության եւ հոգաբարձության մարմինները համայնքներում են տեղակայված, համայնքապետարաններում ըստ էության, բայց մենք հասկանում ենք, որ նաև նրանք աջակցության կարիք ունեն։ Այդ մասով հիմա մենք ենթաօրենսդրական ակտերի վրա ենք աշխատում եւ այն համակարգերի, այդ թվում թվային, որոնք անհրաժեշտ են լինելու այդ ամբողջ գործընթացը աջակցելու համար, եւ ես շնորհակալ եմ նաև հատկապես ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովներին այդտեղ մեծ ներդրում ունենալու աշխատանքի եւ սոցիալական հարցերի, մարդու իրավունքների, եւ մենք իրար հետ կշարունակենք աշխատել այդ կարևոր բարեփոխումը ի վերջո կյանքի կոչելու համար, որտեվ այո, այդ դուք լավ նշեցիք, այդ կենացային հոգատարությունը մենք ընդհանրապես պետք է վերջ տանք, դա կլինեն երեխաները, կանայք, այլ խոցելի մեր խմբեր, որտեվ այո, մենք սեղանների շուրջ սովորաբար եւ կան այդ բոլոր, այսինքն պարտադիր կենացների շարք կա, չէ, որ մենք խմում ենք երեխաներ, կանայք, ծնողներ, բայց հետո օրինակ ծնողները հայտնվում են փողոցում, երեխաների կողմից եւ մենք ստիպված իրանց տեղավորում ենք խնամքի կենտրոններում, ինչը պիտի անենք, որտեվ չեն կարող թողնել փողոցում, երեխաներին ծեծում եւ այլ տեսակի բռնությունների են ենթարկում տանը եւ այդ երեխաներին էլ ենք մենք տանում տեղավորում այլ կենտրոններում, նույնը կանանց ընտանեկան բռնության դեպքերը եւ մենք չպետք է վարանանք այդ թեմաների մասին խոսել։ Ինչ վերաբերում է ապաինստիտուցիոնալացմանը, ապա մենք ուզում ենք ընդհանրապես ամբողջ խնամքի կտորը ապա ինստիտուցիոնալացնել եւ ոչ միայն կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների, բայց քանի որ դուք այդ հարցրեցիք, ես դրան անդրադառնամ, դուք գիտեք, որ մենք ունենք իհարկե ճգնաժամային կենտրոններ, որտեղ որ երեխաներին տեղավորում ենք, մենք ունենք եւ մեր ենթակայության նախարարության եւ նաեւ տարբեր հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների ներքո գործող, որտեղ որ երեխաներին փորձում ենք հնարավորինս լավ պայմաններում պահել եւ մենք այդ իմաստով առնվազն գոնե փորձում ենք պայմանները բավարարել, ունենք վերանորոգման մեծ աշխատանքներ, հիմա դրա մասին չխոսամ, բայց նաեւ ունենք խնամատար ծնողների ինստիտուտը, հա, որը փորձում ենք զարգացնել, որ երեխաները ընտանեկան պայմաններում շարունակեն մեծանալ, դաստիարակվել, դպրոց գնալ եւ իրենց կարիքները հոգալ, իդեպ պարտադիր չի, որ իրանք արդեն համարվեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, որովհետեւ նաեւ ճգնաժամային կենտրոններում ապրում են այնպիսի երեխաներ, որոնք դեռ ունեն ծնողներ, բայց տարբեր պայմաններով իրանք չեն ապրում ծնողների հետ
իրենց կամքով, հակաբարձությունների այդ որոշմամբ խնամակալության, եւ մենք ունենք առաջընթաց այդտեղ, բայց ես ուզում եմ, որ մենք ավելին ունենանք, եւ մենք կներեք էլի պարոն Կոնջյան, այս կարեւոր է, երկու շաբաթ առաջ ենք մի կարեւոր քննարկում ունեցել, թե ինչպես խթանենք խնամատարության ինստիտուտը, որտեղ այս պայն ունենք 120 նման ընտանիք, 190 մոտ երեխաներով, որոնք ապրում են խնամատար ծնողների մոտ, եւ մենք ուզում ենք, որ գանք մի օր այնպիսի վիճակի, որ երբ որ կլինի ճգնաժամային իրավիճակ, մենք չտանենք իրեն ճգնաժամային կենտրոնալ, միանգամից լինեն այդ ծնողները, որոնք կվերցնեն այդ երեխաներին եւ կպային այնքան, ինչքան պետք կլինի, մինչեւ կամ կվերամիավորում կլինի կամ այդ երեխան կմնա մեր հոգացության տակ։ Շնորհակալ